Ծանոթներիցս լսածն ու պատմածը գայթակղելու չափ հետաքրքրեց։ Արտասովոր ձեռագործության վարպետին հանդիպեցինք իր բնակարանում։ Սենյակում, այլ ոչ առանձին արհեստանոցում մի սեղան էր ու ձեռքի միակ գործիքը։ Մի կողմում շարված էին ճերմակ հավկիթներ, որոնք թվացին սովորական։ Երբ ձեռքս վերցրի, տեսա դեղնուցից ու սպիտակուցից զատված, միայն նուրբ կեղև, նման ասեղնագործ իրի։ Ոչ մի բան չկա, ոչ լակապատված է, ոչ մոմակալված է, որևիցե ոչ մի նյութ չի օգտագործած։ Վարպետ Ռուբենն ասում է, ամեն ինչ սկսվեց 2.5 տարի առաջ, աչքով նկած մի տեսանյութից։ Այս պատահականությունը դարձավ անբաժանելի զբաղմունք։ Երկրաչափական հաշվարկները, լայնական ու երկայնական գծագրումները ամենից կարևորն են, որպեսզի երևակայության համադրության արդյունքում ստեղծվեն բացառիկ ձեռագործ նմուշներ։ Ինչ որտեղ խորհրդանշում է երևի ամբողջ երկիրը իր ամբողջ մագերույթով, բայց աշխատանքների կատարման ժամանակ կարևոր հանգամանք է, որպեսզի վերջնական արդյունքը դառնա, այսպես ասած, գեղագիտական հաճույք։ Հեղինակն այն անվանում է փորագրություն ձվի կեղևի վրա, որի ասես ժայնյակ գործերի գաղտնիքը բացահայտում է լույսի ներքո, երբ սպիտակը լույսն է կլանում։ Գեղեցկությունը արտաքինը չի երևում, պարզը չի երևում, անպայման լույսի տակ է երևում։ Դրա համար կարելի ասել, որ թաքնված է նրա գեղեցկությունը։ Ամեն նախշի մասին երկար պատմելիք կա, մանրամասն նայելու արժանին ստեղծագործ Այբուբենն է։ Տառերը տարբեր լուսային երանգների մեջ տարբեր խորհուրդ են առնում։ Վարպետի հավաքածուում նախշերը միմյանց չեն կրկնում։ Այս հատվածում ձվի այս հատվածը թիտեր է ներկայացնում, երբ շուռ ենք տալիս հաջորդ կողմը, ուշադիր նայելու դեպքում ստանում ենք խաչի պատկերը, մեր հայկական խաչն է։ Գույնն ու ներկանյութը միայն դասական մեծերի դիմանկարներում են, որտեղ չկա փորագրություն, այլ կա խոսք։ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում, ով կարող է չհիանալ Չարենցով կամ չգնահատել։ Դասականների շարքը շարունակելի է, իր տարիքում ստեղծագործելու մուսան ամեն օր է գալիս, ժամերով աշխատում է, 1500-ից 2000 մեծ ու փոքր անցքեր կան ամեն ձվակեղևի վրա, իսկ վերջնական ավարտի համար 3-ից 4 օր է պետք։ Հարկավոր է շատ համբերատար եւ զգույշ, ուրիշ ոչ մի բան։ Դուք էլ հանգիստ կարող եք, եթե ցանկություն ունենաք, հանգիստ կարող եք անել, շատ մեծ բարդություն չէ։ Չփորձեցի իհարկե, քանի որ 70 տարեկանը բոլորող վարպետի համբերություն ու զգուշությունը չունեի, չուզեցի կոտրել։ Արդեն 50-րդ ձուն էր դեկորատիվ նմուշի վերածում, ոչ մի անգամ վարպետը ոչ մի ձու չի վնասել, չի կոտրել։ Նախանձելի համբերությունն ու հանգստությունը հաղթել է նաև մեկ այլ սիրողական զբաղմունքում։ Այստեղ հումքը թելն է եւ մեխը։ Արեստի ու արվեստի սահման այստեղ բաժանել հնարավոր չէ։ Պատկերացումները, ընկալումները տարբեր են, նայելիս կարելի է տեսնել եւ աբստրակտը եւ հայկական զարդանախշերի սիմվոլները։ Թելեր եւ մեխեր, ստրինգարդ կոչվող ճյուղ է, նույն սկզբունքում, ինչպես ձվերը, այնպես էլ սրանք։ Մեխերի մեջ համաչափությունը հարկավոր է այն կարգի պահել, որպեսզի թելը ստացվի արդեն կլոր։ Ուսումնասիրել եմ հայկական զարդանախշերը հին ժամանակներից մինչև հիմա։ Աշխատում եմ որևիցե մի դրվագում կամ մի որևիցե հատվածում անպայման ինչ-որ բան ներդնել։ Բնակարանը վերածել է պատկերասրահի, ամեն անկյունում պատերից կախված իր ոճային աշխատանքներն են։ Գործերը չի վաճառում, չի ցուցադրում, միայն հյուրերի, ծանոթների հիացական արտահայտություններն է վաստակում։ Իր մասին պատմելու, նկարահանվելու առաջարկն էլ հեշտությամբ չի տրվել։ Ձվակեղևի փորագրության ինքնուս հեղինակ Զաքարյանին տեսնելու, վարպետաց դասեր առնելու համար ժամանակ է պետք։ Հեղինե Քուշքյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։